Բարև ձեզ Armenpress-ի հարգելի հետևորդներ, հարկ վճարողի օրվան ընթരാճ մեկնարկած ոդկասթային շարքի շրջանակում այս անգամ կանրադառնանք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, արդյունքներին եւ դրանց առնչությամբ բարձրաձայնված մտահոգություններին։ Մեր հյուրը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է։ Տիկին նախարար, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի։ Տիկին նախարար, 2024 թվականին պետբյուջեից ձեր նախարարությանը հատկացվել 36%-ով ավելի շատ գումար, քան 2023-ին։ 2025-ին եւս ձեր բյուջեն ավելացել է շուրջ 4.7%-ով։ Կխնդրեմ ներկայացնեք նախ թե այս միջոցները հիմնականում ինչ ծրագրերի են ուղղվել եւ ուղղվում, եւ նաեւ ներկայացրեք նախարարության կողմից իրականացվող հիմնական ու հանրային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը։ Շնորհակալ եմ եւ շատ կարեւոր է, որ այս խոսակցությունը ունենում ենք հենց հարկ վճարողի խրախուսման եւ այս ընդհանուր արշավի շրջանակներում, որովհետև իրականում խոսելով պետական բյուջեի մասին պետք է հասկանանք, որ հիմնականում մեր ծրագրերը իրականացվում են հենց այն բանի շնորհիվ, որ հարկերը հավաքագրվում են եւ այնուհետեւ ուղղում այդ կարեւոր ծրագրերին եւ դրանցից իհարկե կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տիրույթում բազմաթիվ ծրագրեր են, բայց քանի որ դուք խոսեցիք վերջին տարիներին նաեւ բյուջետային հատկացումների ավելացման մասին, պետք է ասեմ, որ առանձնահատուկ այստեղ ընդգծվում են կապիտալ ծախսերը, որի շրջանակներում մենք մեծածավալ ծրագրեր ենք իրականացնում եւ մասնավորապես օրինակ 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագիրը, որն ուղղված է մեր երկրի բոլոր բնակավայրերում մեր երեխաների համար որակյալ կրթության հնարավորությունների ստեղծմանը, այն հիմնական մասնաբաժինն ունի, որտեղ էլ գնացել է ավելացման մեծ տոկոսը եւ այդ տեսանկյունից եթե դուք նայեք նախարարությանը հատկացված բյուջեի շրջանակներում կապիտալ ծախսերի աճը կտեսնեք, որ այն ավելի մեծ համամասնությամբ է աճել, քան ամբողջ բյուջեն, ինչը նշանակում է, որ հիմնական գերակշռող դերը այստեղ է եւ իհարկե մեր աշխատանքը շատ տեսանելի է, մենք 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագրով անընդհատ այցեր ենք ունենում, անընդհատ լուսաբանում ու ներկայացնում ենք եւ արդեն մեր բազմաթիվ գյուղերում եւ քաղաքներում նոր դպրոցներն ու մանկապարտեզները գործում են ամբողջությամբ հագեցված նոր սարքավորումներով եւ գույքով։ Մեր կարևոր ծրագրերից էր նաեւ մեր բոլոր դպրոցներում բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծումը եւ նախորդ տարի միայն 540 դպրոցների տրամադրվել են այս լաբորատորիաները, այս պահին արդեն ընդհանուր մեր դպրոցների շուրջ 48%, այսինքն շուրջ կեսը ունի այս նոր լաբորատոր սարքավորումները, ամբողջությամբ հագեցված լաբորատորիաները, որտեղ որ բնագիտական առարկաների եւ նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցանումը նոր որակի է իրականացվում եւ սա հնարավորություն է տալիս, որ մենք շատ ավելի լուրջ առաջընթաց գրանցենք մեր երեխաների կրթության որակի տեսանկյունից։ Շատ կարեւորում եմ ուսուցիչների վարձատրության ուղղված ծրագրերը, ընդհանուր առմամբ հանրակրթության ֆինանսավորումը 23 թվականի համեմատ 24 թվականին աճել է շուրջ 6.5%-ով եւ այստեղ հիմնականում փոփոխությունները վերաբերում են նոր չափորոշիչի ներդրման գործընթացին, որ դպրոցներում իրականացվում է եւ որի շրջանակներում նաեւ ուսուցչի դրույքաչափի փոփոխություն ունեցանք, շաբաթական 22 ժամից դարձնելով միջին եւ ավագ դասարաններում 20 ժամ, տարրական դասարաններում 18 ժամ եւ սա նույնպես ֆինանսական որոշակի ազդեցություն ունեցավ բյուջեի վրա, որը ներառված է, բացի այդ պիտի հիշեցնեմ, որ մենք նոր չափորոշիչով ֆինանսավորում ենք երեխաների երկարօրյա կրթությունը, խմբակները, նախագծային ուսուցումը եւ բնականաբար այս ավելացումները իրենց տեղն են գտնում ուրեմն բյուջետային հատկացումների տրամաբանության մեջ։ Եթե այս շարքը շարունակենք, ապա կարող ենք տեսնել, որ հանրակրթության ոլորտում ֆինանսավորումը շարունակվում է եւ ավելանում է ուսուցիչների հավելավճարի ծրագրերում, որոնք կամավոր ատեստավորման, գյուղական եւ բնագիտական առարկաների հավելավճարի ծրագրերն են, տարակարգի մոտեցումն է։ Բացի դրանից մենք ունենք նաև շատ էական ավելացումներ գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ, որը 18 թվականի համեմատ 24 թվականին մոտ 280%-ով ավելացել է եւ այստեղ գումարները ուղղվել են թե գիտնականների վարձատրության բարձրացմանը, թե ոլորտում նոր սարքավորումների ձեռքբերմանը, որտեղ որակյալ արդեն հետազոտության հնարավորություններ են ստեղծվում եւ իհարկե նաեւ տարբեր դրամաշնորհային ծրագրերին, որոնք
որոնք խրախուսում են երիտասարդ գիտնականների աշխատանքը, արտերկրի հեղինակավոր գիտնականների ներգրավումը մեր հետազոտական աշխատանքներում եւ ընդհանուր առմամբ այս համալիր աշխատանքը բերել է նրան, որ մեր գիտության մրցունակությունը էապես բարձրացել է, տարբեր ցուցանիշներ վկայում են դրա մասին, ինչպես գիտական հրապարակումների թիվն է, որտեղ նախորդ տարվա ցուցանիշներով պատմական ամենաբարձր ցուցանիշն են գրանցել եւ մնացած բոլոր ուղղություններով։ Իհարկե ունենք կարևոր ծրագրեր մյուս ոլորտներում էլ, որոնք որ բյուջեի ավելացման մեջ արտացոլված են։ Օրինակ մշակութային գործիչների խրախուսման ծրագիր ենք նախորդ տարվանից ներդրել, որ տարբեր հեղինակավոր միջազգային մրցույթներում եւ փառատոներում մրցանակների արժանացած մեր արվեստի գործիչները ստանում են ամսական դրամական խրախուսում եւ սա օրինակ տարիներ շարունակ գործում էր սպորտի ոլորտում գրանցած նվաճումների համար, բայց մենք երկար քննարկում էինք, որ մշակույթի ոլորտում մեր հաղթանակներն ու նվաճումները նույնպես պետք է խրախուսել եւ նախորդ տարի օրինակ գործարկեցինք այս ծրագիրը։ Մեր մշակութային հաստատությունների հետ աշխատում ենք ֆինանսավորման նոր մոդելով, որը օգնում է, որպեսզի նրանք նաեւ վարձատրության բարձրացման ավելի ակտիվ ստեղծագործական աշխատանք տանեն, արդեն իսկ օպերային թատրոնը, տեխնիկային թատրոնը այս մոդելով աշխատում են եւ կարող եմ շատ երկար խոսել, մի խոսքով բյուջեի ավելացման յուրաքանչյուր ուղղություն նպատակաուղղված է կոնկրետ արդյունքի եւ սա թերևս ամենակարևորն է։ Ընթացած ծրագրերին ավելի մանրամասն կանդրադառնանք։ Տիկին նախարար, ձեր ընդդիմախոսները հիմնականում կառավարությանը քննադատում են պետբյուջեի միջոցով իրականացվող ծրագրերի ձգձգման, երբեմն ֆինանսական միջոցների ոչ այնքան արդյունավետ տնօրինման համար, եւ ամենակննարկված նախագծերից մեկը ակադեմիական քաղաքի ծրագիրն է։ Նրանք քննադատում են նախարարությանը, նշելով, որ այն պետք է պատրաստ լիներ ամբողջությամբ 2030-ին, սակայն կարծես թե պատրաստ չի լինելու։ Ինչ բարձրաբանումներ կարող եք ներկայացնել այս Ես նախ շատ կուզենամ ունենալ մեր ընդդիմախոսների վստահությունը, որոնք 5 տարի առաջ 2030 թվականից արդեն մեծ վստահությամբ խոսում են 2030 թվականի մասին, կարծում եմ, որ ժամանակակից աշխարհը իր բարդությամբ եւ անորոշություններով յուրաքանչյուրիս առաջ դնում է առնվազն տեսանելի որոշակի հեռանկար եւ բնականաբար երբ որ մենք պլանավորում ենք, առնվազն պետք է այս ամենը հաշվի առնենք, բայց ակադեմիական քաղաքի մասին խոսակցությունների դինամիկան կուզեմ ցույց տալ։ Երբ որ մենք սկսեցինք խոսակցությունը ակադեմիական քաղաքի մասին, առաջին արձագանքը այն էր, որ սա ֆանտաստիկայի ոլորտից մի բան է եւ ուղղակի հնարավոր չի։ Հիմա մենք հասել ենք նրան, որ մարդիկ արդեն քննարկում են դա կլինի 2030-ին թե 2031-ին եւ ես ուրախ եմ, որ մենք ունենք այս դինամիկան, որովհետեւ արդեն իսկ առնվազն հանրային ընկալման տիրույթում մեր աշխատանքը բերել է նրան, որ ակնհայտ է, որ սա մի ծրագիր է, որը հետևողականորեն իրականացվում է եւ մի ծրագիր է, որը տեղի է ունենալու։ Եվ հիմա արդեն խոսակցությունը գնում է նրա մասին, թե մի տարի առաջ, թե հետո։ Ամենակարևորը, որ այս չեմ վախենա ասել, մեր հանրության համար իրոք վերափոխող նշանակություն ունեցող ծրագիրը տեղի ունենա, որի համար մենք առավելագույն ջանք ենք դնում։ Եվ ամենասկզբից նախապատրաստական փուլից շատ մանրակրկիտ ենք աշխատում յուրաքանչյուր դետալի վրա, ունենք միջազգային ամենալուրջ հեղինակավոր գործընկերները բոլոր ուղղություններով, գլխավոր հատակագծի մշակումը, տրանսպորտային նախագծի մշակումը, լանդշաֆտի դիզայնը, քաղաքաշինական վերլուծությունները, ակադեմիական քաղաքի կառավարման մոդելը, այս բոլոր աշխատանքներում ներգրավված են այնպիսի ընկերություններ, որոնք ունեն լուրջ փորձառություն նմանատիպ նախագծերի իրականացմամբ եւ որոնց ներգրավումը մեզ տալիս է վստահություն, որ այս որակի աշխատանքը բերելու է նաեւ շատ լուրջ արդյունքների։ Հետևաբար մենք տրամադրված ենք եւ այժմ զուգահեռաբար աշխատում ենք ակադեմիական քաղաքի ներդրումային ծրագրի վրա, որը թույլ է տալու նաեւ իրականացման գործընկերներ ներգրավել։ Տարվա երկրորդ կեսին պլանավորում ենք, որ կունենանք մեծ համաժողով ակադեմիական քաղաք ծրագրի վերաբերյալ, ներկայացնենք արդեն ինչ է արվել եւ մեր գործընկերները կխոսեն յուրաքանչյուրը իրենց կատարված աշխատանքի մասին եւ կքննարկենք այն հիմնական հարցերը, որոնց շուրջ գուցե ավելի լավ ներկայացման ու իրազեկման կարիք ունենք։
Մի բան ակնհայտ է, որ ակադեմիական քաղաքը մեծածավալ ծրագիր է, իրականացումն էլ պիտի փուլային լինի, ինչը նշանակում է, որ ոչ թե միանգամից ամբողջ քաղաքի կառուցումը պետք է սկսվի, այլ ինչ որ տրամաբանությամբ փուլ առ փուլ տարբեր ենթակառուցվածքներ պիտի ձևավորվեն, եւ այս իմաստով նաեւ մենք հիմա մեր գործընկերների հետ հստակեցնում ենք այդ փուլերի տրամաբանությունը։ Օրինակ կա առաջարկ մեկնարկել ուսանողական կացարանների ձևավորումը, որը հնարավորություն կտա, գիտեք, հիմա էլ մեր ուսանողները կեցության շատ սահմանափակ հնարավորություններ ունեն, երբ որ մարզերից կամ այլ երկրներից գալիս են մեր որևէ բուհում սովորելու, եւ սա հնարավորություն կտա, որ մենք զուգահեռաբար ամբողջական քաղաքի կառուցմանը արդեն իսկ այդ կեցության հնարավորությունները ստեղծենք եւ մի կողմից էլ ուսանողները արդեն իսկ այս տարածքում իրենց փորձառությունը կձևավորեն։ Այստեղ ունենալու ենք մեծ ուրեմն մշակութային ենթակառուցվածքներ, ինչպես ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահը, սպորտային ենթակառուցվածքներ, եւ սրանք զուգահեռաբար կառուցելով ու ստեղծելով հնարավորություն կտանք, որ տարածքը սկսի ապրել, սկսի այդ աշխուժությունը եւ շարժը, որն էլ հնարավորություն կտա նաեւ ծավալել հետագա ուրեմն գործընթացը։ Տիկին նախարար, այս պահին աշխատանքներն ինչ փուլում են եւ բուն շինարարական process-ը երբ կարող է սկսվել։ Այս պահին աշխատանքները գտնվում են բուրըն իրականացման փուլում։ Մենք այս պահին ունենք ներգրաված մի քանի գործընկերներ, որոնց մասին ես արդեն իսկ նշեցի, դա GMP ընկերությունն է գերմանական, որը գլխավոր հատակագծի վերջնականացման վրա է աշխատում, նրանք ունեն նաև տեղական գործընկերություն, ճարտարապետական ընկերություն, որը զբաղված է տեղում արվելիք աշխատանքներով, իտալական սիստեմատիկա ընկերության հետ տրանսպորտային նախագծի շուրջ ենք աշխատում, ունենք նաև ուրբանիստական վերլուծության համար ներգրաված գերմանական մեկ այլ կազմակերպություն, ինչպես նաև կնքված պայմանագիր ունենք Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ կառավարման մոդելի ֆինանսավորման եւ այլ աշխատանքների ուրեմն մշակման համար մեր տպավորությունն է եւ մեր աշխատանքի ժամանակացույցն է, որ մենք արդեն իսկ այս տարվա վերջին կարողանանք մեկնարկել բուն նախագծման եւ շինարարության գործընթացները։ Տիկին նախարար, նաև անդրադառնանք նախարարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերը, ամենախոշոր ծրագիրը 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի ծրագիրն է։ Կխնդրեմ ներկայացնեք, թե աշխատանքներն ինչ փուլում են, արդեն քանի դպրոց ու մանկապարտեզ է կառուցվել, վերակառուցվել ու նորոգվել եւ քանիսի աշխատանքներն են ընթացքի մեջ այս տարի, քանիսը կհասցնեք ավարտել, նաև թիրախն է մինչեւ 2026 թվականը հասնել այս ցուցանիշին։ Կհասցնեք արդյոք ձեր գնահատմամբ։ Մեծ թիմ է աշխատում այս ծրագրի վրա, սա նախ եւ առաջ կուզեի ընդգծել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ մեր նախարարությունը, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, տարածքային զարգացման հիմնադրամը, բոլոր մյուս գործընկերները եւ մեր համատեղ ջանքերով կարծում եմ, որ կկարողանանք այս թիրախները ապահովել, ինչ իրավիճակում ենք հիմա։ Այս պահի դրությամբ 300 դպրոցներից 45-ը արդեն շահագործման են հանձնվել եւ այստեղ արդեն երեխաները իրենց դասապրոցեսը իրականացնում են նոր պայմաններում, 25-ին մենք նախատեսում ենք, որ կավարտեն եւս 65 դպրոցների հետ կապված աշխատանքները, որոնցից 25-ը նոր կառուցվող են եւ 40-ը հիմնանորոգվող կամ վերանորոգվող դպրոցներ են եւ մենք ըստ էության նախատեսում ենք, որ 25 թվականի տարեվերջի դրությամբ ընդհանուր առմամբ կունենանք շինարարության տարբեր փուլերում գտնվող եւ ավարտված 324 դպրոցներ, 110-ը դրանցից ավարտված կլինեն, 214-ը ընթացիկ որևէ իրավիճակում եւ նախատեսում ենք, որ ինչպես եւ կառավարության ծրագրով սահմանված է, այս 300-ի թիրախը 2026-ի սեպտեմբերին արդեն իսկ իրատեսականորեն իրացված կլինի եւ համապատասխան թե շինարարության պայմանագրերը, թե քույքերի ձեռքբերման պայմանագրերը հենց այս տրամաբանությամբ են կառուցվում։ Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, պետք է ասեմ, որ այստեղ մանկապարտեզների հիմնական մասը կառուցվում է համայնքային սուբվենցիոն ծրագրերի միջոցով, որտեղ գիտեք, որ պետությունը փոխեց նաև իր քաղաքականությունը համաֆինանսավորման մեծ մասը վերցնելով հենց կառավարության բյուջեի վրա եւ նաև այս տրամաբանությամբ ավելի մեծ թափ տալով մանկապարտեզների եւ նախակրթարանների շինարարությանը։
Այս պահի դրությամբ 195 հաստատություններում ավարտված են աշխատանքները, 136-ում ընթանում են, 64-ը նախապատրաստական փուլում են։ Կարծում եմ, որ բավականին լավ տեմպով 500 մանկապարտեզների ծրագրի իրականացման գործընթացում ենք ու առաջիկայում, ինչպես եւ նախատեսված է, այստեղ նույնպես սահմանված թիրախը կապահովենք։ Ընդ որում պետք է նշեմ, որ օրինակ, երբ որ խոսում ենք մանկապարտեզների մասին, մենք նաև նոր ծառայություններ ներդնելու փուլում ենք եւ բոլորովին վերջերս կառավարությունը հաստատեց Մսուրի ծառայությունների ընդլայնման ծրագիրը, փորձնական ծրագիրը, որով մենք փորձելու ենք նաև 1 տարեկանից սկսած նախադպրոցական ծառայություն տրամադրել եւ ունենալու ենք փորձնական խումբ 6 ամսական երեխաներից սկսած, որը կարծում եմ հատկապես մեր մայրիկների համար, ովքեր պլանավորում են աշխատել, շատ կարևոր աջակցություն կլինի պետության կողմից։ Մենք դա կփորձարկենք մի քանի հաստատություններում եւ դրանից հետո կփորձենք նաև տարածել այլ մանկապարտեզների վրա։ Ձեր ընդդիմախոսները նաև քննադատություն են հնչեցնում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի հետ կապված, մատնանշելով շինարարության որակի հետ կապված խնդիրները։ Իդեպ այս խնդիրների մասին առաջինը բարձրաձայնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե վերջերս շնորհակալություն հայտնեց շինարարական կազմակերպություններին, նկատելով, որ նրանք ջանք են գործադրում։ Թեև հարցը ամբողջությամբ ձեր տիրույթում չէ, սակայն ինչ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի աշակերտների, երեխաների համար ավելի բարենպաստ ու լավ պայմաններ ապահովվեն։ Սա մեր ամենօրյա աշխատանքի մասն է, այնինչ ասում եմ, ոչ թե ուղղակի խոսքեր են, այլ այդպես է, այսինքն եթե օրինակ դուք այս ծրագրում ներգրաված որևէ գերատեսչության ղեկավարի աշխատանքային գրաֆիկը նայեք, կարծում եմ առնվազն կտեսնեք, որ ամեն շաբաթ այս ծրագրով աշխատանք է արվում։ Եվ դա նշանակում է, որ սկսած ամենափոքր դետալներից մինչև ավելի խոշոր խնդիրները բոլորը քննարկվում են։ Եվ սա ամենակարևոր նախապայմաններից է, որպեսզի անընդհատ հետևողական աշխատանք լինի, ոչ թե աշխատանքը լինի այցից այց, դեպքից դեպք, մի դպրոցից մյուսը գնալու ժամանակ, այլ ամենօրյա աշխատանքի մաս լինի, հասկանալ, այ օրինակ, որ այսինչ պատը էսպես արեցինք, կամ այսինչ գույքը ձեռք բերեցինք, ինչքանով էր դա համարժեք, ինչքանով էր համապատասխան, ժամանակակից գուցե այլ տենդենց կա եւ գուցե ավելի որակյալ ու ավելի լավ ու արդյունավետ տարբերակներ կան։ Երկրորդը ինչ կարող եմ ասել, որ մենք իրականում այս ծրագրի ընթացքում գտնվում ենք մի process-ում, որը ինձ թույլ է տալիս ասել, որ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը մեր ուսումնական ենթակառուցվածքների ստանդարտների սահմանման ծրագիր է։ Ես սա շատ ուղիղ եմ ասում, ինչու, որովհետև եթե օրինակ նայեք 300 դպրոցների վիճակագրությունը եւ դրանց օրինակ նախագծման հետ կապված պատմությունը, կարող եք տեսնել, որ մենք մի իրավիճակից վեր, երբ որ յուրաքանչյուր դպրոցի համար մի լուծում էր գտնվում, անցում ենք արել դեպի տիպային նախագծերի, ինչը նշանակում է, որ ստանդարտացրել ենք process-ը։ Եվ հիմա գիտենք, որ եթե մեզ պետք է 200 տեղանոց դպրոց, մենք կարող ենք օգտագործել այս նախագիծը։ Մեզ պետք է 400 տեղանոց դպրոց, այս նախագիծը, ավելի մեծ հզորության այս նախագիծը։ Ինչու է սա կարևոր, որ մենք ամեն անգամ ոչ թե 0-ից մոտենանք խնդրի լուծմանը, այլ արդեն ունենանք պատրաստի տիպային լուծում, որը յուրաքանչյուր անգամ կհարմարեցվի տվյալ տարածքին։ Եվ սա մեզ թույլ է տալիս, որ մենք յուրաքանչյուր նախագծի վրա շատ լուրջ ու մանրակրկիտ աշխատենք, դա դարձնելով մոտ իդեալականին։ Օրինակ, մոդուլային դպրոցները վերցնենք, որի տիպի հիման վրա կրթահամալիրներն են նախագծվում։ Մոդուլային դպրոցներում մենք օրինակ տեսանք, որ մարզադահլիճները նախագծվել է, բայց հնարավորություն չի տվել մարզադահլիճներում օրինակ ունենալ նաև նստատեղեր։ Մենք խոսում ենք այն մասին, որ դա համայնքային կենտրոն պետք է լինի եւ այդտեղ ոչ միայն պետք է ֆիզկուլտուրայի դասեր արվեն, այլ դա պիտի ծառայի նաեւ տվյալ բնակավայրի ավելի նաև մեծ շրջանակին, գուցե այդտեղ մարզական միջոցառումներ կազմակերպվեն, որևէ այլ բաներ արվեն։ Իսկ սա նշանակում է, որ օրինակ այդտեղ անհրաժեշտություն կա նաև նման միջավայր ձևավորելու։ Կամ մենք խոսում ենք օրինակ այն մասին, որ
ճաշարանային հատվածը ինչպիսի ավելի մեծ փոփոխությունների պիտի ենթարկվի, որպեսզի մենք կարողանանք այդտեղ երեխաներին տաք սնունդ տալ, նաև ավելի լավ օդափոխության եւ մնացած համակարգերը հաշվի առնենք։ Սա անընդհատ process է եւ երբ որ այս նախագծերը դառնում են տիպային, մենք կարողանում ենք ստանդարտացնել process-ը։ Երկրորդ բանը, եթե դուք օրինակ վերցնեք վերջին տարվա կառավարության նիստերը, գրեթե յուրաքանչյուր նիստի ժամանակ եղել է որոշում, որը կապված է եղել այս գործընթացի որևէ բաղադրիչի բարելավմանը։ Եվ գուցե դրանք շատ տեխնիկական որոշումներ են թվում, բայց դրանք շատ կարևոր են, որ գործընթացը ստանդարտացվի։ Օրինակ, կներեք, չեմ շատ մտնի դետալների մեջ, բայց օրինակ, տեղակապումը պիտի արվի նախագծման հետ, թե շինարարության հետ։ Օրինակ, եթե գոյություն ունեցող շենքի քանդում պիտի լինի եւ նորը կառուցվի, ինչ է տեղի ունենում քանդված շենքի, դրա առաջացած այդ շինանյութի, գուցե նաեւ ոչ պիտանի որոշակի նյութերի հետ։ Սրանք գուցե թվում են տեխնիկական հարցեր, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե որևէ մեկը նստի եւ ուսումնասիրի, օրինակ, ինչու է մեր մոտ մի դպրոցի շինարարությունը ժամանակին տևել 4 եւ ավել տարի եւ ինչու հիմա կարող է ավելի քիչ տևել, նաեւ այն բանի շնորհիվ է, որ այդ գործընթացներն ու վարչահարությունը բարելավում են։ Մենք այդ ստանդարտը դնում ենք նաեւ գույքի ոլորտում։ Իրականում պետք է հասկանանք, որ դպրոցական գույքը պետք է անպայման համապատասխանի որոշակի ստանդարտի, բայց շատ հաճախ մեր դպրոցներում ինչ գույք է ձեռք բերվել, ում կողմից, ինչպես է տրամադրվել, պետությունը չի ունեցել ոչ մի հստակ քաղաքականություն։ Մի օր այս բարերարն է տվել, կներեք, օգտագործված է եղել գույքը, մաշված է եղել, ինչքանով է հարմար եղել, եւ այս ամենը եղել է մեր իրողությունը։ Հիմա պետությունը ասում է մի շատ հստակ բան, ասում է ես ունեմ կոնկրետ ստանդարտ, աշակերտական սեղաններն ու աթոռները պետք է լինեն այս նյութից, այս ամրության, ծառայեն առնվազն այսքան ժամանակ եւ նման բազմաթիվ բաներ, որը օգնում է նաեւ, որ մենք կարողանանք հետագա մեր աշխատանքը պլանավորել, որովհետեւ այսօր հո միայն այս գույքը տալով չի, մենք պետք է հասկանանք քանի տարին մեկ դա պիտի փոխարինվի, ինչ հաճախականությամբ, եւ դա պետք է նաեւ դառնա մեր պետական բյուջեի ու քաղաքականության մաս։ Եվ հենց այս տեսանկյունից եմ ասում, որ 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագիրը միայն շինարարության ու գույքի մասին չի, սա ինստիտուցիոնալ բարեփոխում է, որ ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների հանդեպ մեր մոտեցումները եւ մեր գործընթացները լինեն հստակ, լինեն սահմանված, որ վաղը հույսով եմ, երբ որ մեկ ուրիշը կգա այս աշխատանքով զբաղվելու, նրա համար շատ ավելի պարզ ու հստակ կլինի դաշտը, որը արդեն իսկ թույլ է տալիս այդ աշխատանքը անել շատ ավելի արագ եւ շատ ավելի որակով։ Տիկին Անդրեասյան, կարող ենք ասել, որ 2026-ի ավարտին նոր կառուցված, վերանորոգված դպրոցները բոլորը ունենալու են նույն ստանդարտի գույք, շենք, գնում ենք այդ ճանապարհով։ Իհարկե հիմա մեզ մոտ 2023-ին իրականացված աշխատանքը եւ 24-ին իրականացված աշխատանքը նույնը չի, որտեղ սա մի գործընթաց է, որտեղ մենք սովորում ենք ինքներս մեր արածից եւ ամեն հաջորդ փուլում փորձում ենք դա անել ավելի լավ։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ մենք առնվազն նոր ավարտվող դպրոցների համար այո, պետք է նույն ստանդարտը ապահովենք։ Ձեր խոսքի սկզբում նշեցիք ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի մասին, որի նպատակը ոչ միայն նրանց վարձատրությունը բարձրացնելն է, այլ նաև մասնագիտական կարողությունների զարգացումը, խրախուսումը։ Կխնդրեմ ներկայացնեք, թե մինչև այս պահը որքան ուսուցիչ է ատեստավորվել, դրա արդյունքում քանիսի աշխատավարձն է բարձրացել եւ քանի տոկոսով։ Եկեք սկսենք նրանից, քանի ուսուցիչ է արդեն, որ գործընթացի արդյունքում ունի բարձրացում, 6000-ից ավել ուսուցիչներ են։ Եվ մեր ուսուցիչների շուրջ 20%-ը, որոնք կամավոր ատեստավորմանը մասնակցության արդյունքում արդեն կամ դրույքաչափի փոփոխություն ունեն, հիշեցնեմ, որ 200,000 դրամ է դրույքաչափը դառնում, կամ բացի դրույքաչափի փոփոխությունից, եթե 70% եւ ավել են հավաքել, ստանում են նաեւ 30-ից մինչեւ 50% հավելավճար։ Եվ ընդհանուր առմամբ արդեն 20% ուսուցիչների այս համակարգի շահառու է։ Բացի դրանից մենք ունենք ոլորտում գործող մի քանի այլ ծրագրեր եւ նույն տարակարգի մեխանիզմով նախորդ տարի 5 անգամ ավել ուսուցիչ է տարակարգի դիմել եւ ստացել, քան 2023 թվականին, այս պահին արդեն
1200-ից ավել ուսուցիչներ ունենք, որ տարակարգի նաև մեխանիզմից են օգտվում, հիշեցնեմ, որ 10-ից 50% հավելավճարել այստեղ է հնարավոր։ Եվ բացի դրանից մենք ունենք հավելավճարի ծրագրեր գյուղական փոքր դպրոցների համար, որի շահառու են շուրջ 3000 ուսուցիչներ, եւ այստեղ հաշվի առնելով իրավիճակը, որ գյուղական փոքր դպրոցներում ժամանականակը փոքր է, մենք լրացնում ենք մինչև 50%-ի չափով մի դրույքից պակասող ժամանականակը հավելավճարի միջոցով։ Եվ ունենք բնագիտական առարկաների եւ ինֆորմատիկայի ուսուցիչների համար 25% հավելավճարի ծրագիրը, որը էլի գործում է անկախ ատեստավորման արդյունքներից։ Սա ուրեմն բերում է նրան, որ մի ուսուցիչը, օրինակ, եթե ֆիզիկայի ուսուցիչ եք, աշխատում եք գյուղական փոքր դպրոցում, ապա դուք միանգամից օգտվում եք հավելավճարի 2 ծրագրերից էլ։ Եթե նաև կամավոր ատեստավորում եք անցել, ապա բնականաբար այս բոլոր տոկոսները հաշվում են փոխված դրույքաչափի 200,000 դրամի նկատմամբ։ Իրականում այս պահին այս տարբեր համակարգերի համադրմամբ ունենք իրավիճակ, որ արդեն իսկ մեր բավականին մեծ թվով ուսուցիչներ, 1600-ից ավել ուսուցիչներ ստանում են 300,000-ից 400,000 դրամ վարձատրություն եւ 500-ից ավել ուսուցիչներ ունենք, որոնք 400,000 եւ ավել են ստանում, իրականում մինչեւ 600,000-700,000 դրամ վարձատրվող ուսուցիչներ ունենք, իհարկե այստեղ կապ ունի նաեւ ուսուցչի ծանրաբեռնվածությունը, այսինքն լրիվ դրույքով է աշխատում, թե ոչ ամբողջական դրույքով, բայց պիտի ասեմ, որ մեր ծրագրերի հասցեականությունը ես տեսնում եմ նրանով, որ երբ որ մենք դիտարկում ենք մեր դպրոցներում աշխատող նոր ուսուցիչների թիվը եւ նման վիճակագրություն նույնպես վարում ենք, տեսնում ենք, որ 23-24 ուսումնական տարվա տվյալներով մենք 3000-ից ավել նոր ուսուցիչ ենք գրանցել համակարգում եւ նրանց մեծ մասը երիտասարդ են կամ մինչեւ 40 տարեկան են եւ սա կարծում եմ շատ լավ ցուցանիշ է, որովհետեւ ցույց է տալիս, որ ուսուցչի վարձատրությունը դառնում է բավականին մրցունակ եւ երիտասարդները ընտրում են նաեւ ուսուցչի աշխատանքը, սրան օգնում է նաեւ այն հանգամանքը, որ մենք նաեւ մանկավարժական կրթության ոլորտում գերակա ուղղություններով կրթաթոշակի ծրագիր ենք ներդրել եւ հիմա եթե մեր որևէ դիմորդ մտածում է որ բուհ դիմել, ապա կարող է դիմել բնագիտական ուղղություններով մանկավարժություն սովորելու, օրինակ դառնալ քիմիայի ուսուցիչ, այս պարագայում ամեն ամիս կստանա 70,000 դրամ կրթաթոշակ։ Ընդ որում առաջին տարին այդ կրթաթոշակը ստանալու է միայն իր ընդունվելու փաստով, այսինքն ընդունվեց եւ սկսում է ստանալ։ Միայն երկրորդ տարվանից արդեն առաջադիմության շեմ է գործում, որովհետեւ մենք ուզում ենք, որ ոչ միայն քիմիայի ուսուցիչ ունենանք, այլ նաեւ քիմիայի գրագետ ուսուցիչ ունենանք, հետեւաբար առաջադիմության գործոնը երկրորդ տարվանից աշխատում է, բայց սա համալիր քաղաքականություն է եւ մենք տեսնում ենք, որ տալիս է իր արդյունքները։ Տիկին Անդրեասյան, ուսուցիչները հաճախ նաև բարձրաձայնում են թեստերի որակի հետ կապված խնդիրներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս վերջերս նշել էր, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը կատարյալ չէ, սակայն կառավարությունը ձգտում է կատարելության։ Ինչ աշխատանքներ են իրականացվում հնարավոր խնդիրները բացառելու ուղղությամբ։ Մենք անընդհատ ենք աշխատում այս թեմայով, նախորդ տարի առաջին անգամ էլեկտրոնային եղանակով իրականացրեցինք կամավոր ատեստավորումը եւ սա բավականին հեշտ դարձրեց process-ը եւ նաեւ ավելի թափանցիկ, որտեղ ուսուցիչը նստում էր համակարգչի դիմաց, միանգամից յուրաքանչյուրի համար ձևավորվում էր իր թեստը, լուծում էր թեստը եւ վերջում էլ տեսնում էր իր պատասխանը միանգամից, հենց առանց սենյակից դուրս գալու։ Եվ կարծում եմ, որ սա նաև ուսուցիչների համար ժամանակ ազատեց, որտեղ թղթային տարբերակով նրանք բավականին ժամանակ էին տրամադրում նաև հետո իրենց լուծած առաջադրանքները պատասխանների ձևաթղթում անցկացնելու, որտեղ նաև բազմաթիվ վիպակներ էին լինում, որ մի բան ճիշտ լուծում էին, բայց սխալ պատասխան էին նշում վերջում ձևաթղթում։ Այս հարցը էլեկտրոնային տարբերակի պարագայում կարգավորվեց եւ հիմա մենք նաև, քանի որ նախորդ տարի առաջին անգամ էինք էլեկտրոնային եղանակով իրականացրել, հավաքել ենք նաև բոլոր հարցերը, որ կապված էին համակարգի լավարկման հետ կապված։ Ու հիմա այս տարի արդեն բոլոր այն հարցերը, որ բարձրացվել էին, նրանք բոլորը կարգավորված կլինեն։
Երկրորդ ուղղությունը, որ աշխատում ենք, մենք ամեն տարի շատ մանրամասն վերլուծում ենք յուրաքանչյուր թեստի հետ կապված ինչ հարցեր են բարձրացվել եւ բնականաբար հաշվի ենք առնում հաջորդ տարվա աշխատանքներում եւ այստեղ նույնպես մեծ աշխատանք է արվում փորձագիտական այդ խմբերի կողմից, որպեսզի թեստերի բովանդակային այդ առաջադրանքների որակը բարձրացվի եւ այս տարի նաեւ էապես փոխվելու են ուղեցույցները, որոնք պիտի դառնան ավելի օգտակար։ Մեզ գալիս էին առաջարկ, որ ուղեցույցներում նշվող գրականության ցանկերը ավելի հստակ լինեն, մնացած տեղեկատվությունը ավելի օգտակար լինի, այդ թվում տիպային առաջադրանքների, նաև առաջադրանքների քանակների հավասարեցման խնդիրեր դրված եւ այս բոլոր ուղղություններով աշխատում ենք։ Պիտի նշեմ նաև, որ մենք հիմա կարգի փոփոխություններ ենք նաև ներկայացրել ատեստարման կարգի, որտեղ մասնավորապես հստակեցրել ենք նաև բողոքարկման հետ կապված դրույթները, որպեսզի մեր ուսուցիչները շատ ավելի պարզ ու հստակ ընթացակարգով կարողանան իրենց արդյունքների հետ անհամաձայնության դեպքում բողոքարկել։ Ասածս այն է, որ սա շարունակական աշխատանք է։ Ես ամենալուրջ խնդիրը, որ տեսնում եմ կամավոր ատեստավորման գործընթացում այս պահին տարբեր առարկաներից տեստերի համաչափությունը պահպանելն է, որ նույն բարդության տեստեր ունենանք տարբեր առարկաներից, սա համարում եմ մեր ամենալուրջ մարտահրավերը եւ սրա ուղղությամբ է նաեւ, որ ավելի մեծ շեշտադրում ենք դնում։ Տիկին Անդրեասյան, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում սոցիալական կրեդիտի հնարավորություն ստեղծվեց։ Քաղաքացիները կարող են կրթության եւ առողջապահության գծով իրենց ծախսերը իդ ստանալ։ Խնդրեմ նաեւ անդրադառնաք այս ծրագրին, ձեր կարծիքով այն շատ շահառուներ կունենա եւ ինչ հնարավորություններ կտա։ Ես կարծում եմ, որ այս ծրագիրը շատ լավ հնարավորություն է, թե այն մարդկանց համար, ովքեր կրթական համակարգում որևէ ծրագրից օգտվելու կարիք ունեն, եւ թե նրանց համար, ովքեր ուզում են կրթական ծառայությունների շուկամուտք գործել։ Կարծում եմ, որ շահառուների թիվը մեծ է հենց այս պահին եւ կարող է ել ավելի մեծ լինել։ Ես մի առիթով կարծեմ նշել եմ, բայց նորից կրկնեմ, որ կառավարության վերջին փոփոխությամբ որոշման մեջ մենք հնարավորություն տվեցինք սոցիալական կրեդիտից օգտվել նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների սովորողներին, եթե անկանխիկ եղանակով են վճարումը արել։ Նշեմ, որ մեր միայն երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սովորում են ավելի քան 55,000 երեխաներ եւ նրանցից ավելի քան 43,000-ը սովորում են վճարովի հիմունքներով, այսինքն վճարում է այդ կրթության համար։ Եվ վճարի չափերը այնպիսին են, որ սոցիալական կրեդիտի համակարգը ըստ էության հնարավորություն է տալիս, որ օրինակ երեխայի երաժշտական դպրոցի վարձը ամբողջությամբ հոգան եկամտային հարկից վերադարձի միջոցով սոցիալական կրեդիտի տեսքով։ Կարծում եմ, որ այդ իմաստով շահառուների շրջանակը միայն ես մի ուղղությունը նշեցի, շատ մեծ է, դա չեմ խոսում բուհերի, ուսանողների, մասնավոր եւ ոչ մասնավոր մանկապարտեզների, որովհետեւ գիտեք, որ նաեւ համայնքային մանկապարտեզներում հիմնական ծնողական համավճար է գործում եւ մասնավոր դպրոցների քոլեջների, ուսանողների, այսինքն իրականում շատ լայն շահառուների շրջանակ է, որը բոլորին էլ հնարավորություն է տալիս սոցիալական կրեդիտից օգտվել սահմանված կանոնների պահպանմամբ։ Բայց բացի դրանից, սա շատ լավ հնարավորություն է ոչ ֆորմալ կրթական ծրագրերից օգտվելու եւ նաեւ այդ դաշտը ընդլայնելու, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք կրթության մասին, իրականում միշտ պետք է հաշվի առնենք, որ կրթությունը ինչպես ասում են, ցկյանս գործընթաց է եւ մեզնից յուրաքանչյուրը անընդհատ սովորելու կարիք ունի եւ սոցիալական կրեդիտի ընդլայնումը հնարավորություն է տվել նաեւ, որ մենք ավելի մեծ շեշտադրում անենք մեծահասակների կրթության վրա եւ թե մեր գործատուները, որոնք իրենց աշխատողների վերապատրաստման ու մասնագիտական զարգացման կարիք են տեսնում, թե մեզնից յուրաքանչյուրը, որ իր վրա որևէ ուղղությամբ աշխատելու, իր կարողություններն ու հմտությունները բարելավելու խնդիր է տեսնում, կարողանա այս ծրագրի շահառուն դառնալ։ Դե մյուս կողմից էլ են մարդիկ, ովքեր ու կենտրոնները, ովքեր կարող են այդ ծառայությունը տրամադրել, մի լայն դաշտ են ստանում գործունեության։ Եվ հենց այդ նպատակով է նաև, որ մեր նախարարությունը նախաձեռնել է նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի փոփոխություն, որպեսզի մենք կարողանանք ավելի հեշտ եւ ավելի տրամաբանական
գործընթացի միջոցով երաշխավորել կրթական ծրագրերը, որոնք էլ արդեն հնարավորություն կստանան սոցիալական կրեդիտից օգտվելու տրամաբանության մեջ գործել։ Պետք է ասեմ, որ այս պահին իսկ երաշխավորման կարգի փոփոխությունները շրջանառվում են։ Նախարարության կայքում մենք նաև բացել ենք առանձին բաժին սոցիալական կրեդիտ անունով, որտեղ տեղադրված է նաև արդեն այս պահին երաշխարված ծրագրերի ցանկը, որոնք 100-ից ավել են, եւ հիմա էլ մեզ նախարարություն ուղղված զանգերի քանակը, դիմումների թիվը ցույց է տալիս, որ բավական մեծ հետաքրքրություն կա, մարդիկ, ովքեր ուզում են օգտվել ծրագրերից եւ մարդիկ, ովքեր ուզում են ներկայացնել ծրագրեր երաշխավորման։ Պետք է եւս մեկ անգամ խրախուսեմ, որ այս լավ հնարավորությունը դարձնենք մեզ համար որակական փոփոխության համար հիմք, մի կողմից կրթվելու եւ մյուս կողմից կրթելու։ Թեև ձեր խոսքի սկզբում անդրադարձաք մշակույթի եւ սպորտի ոլորտներին, սակայն կխնդրեմ ավելի մանրամասն ներկայացնեք այս երկու ոլորտներում իրականացվող ծրագրերը եւ արձանագրված հիմնական արդյունքները։ Գիտեք, իրականում բազմաթիվ ծրագրեր են իրականացնում թե մշակույթի եւ թե սպորտի ոլորտներում եւ շատ մեծածավալ է, թե փորձեմ մի քանի բառով խոսել մշակույթի ոլորտում հատկապես կառանձնացնեմ մշակութային ժառանգության ոլորտում թանգարանների հետ կապված մեր աշխատանքը։ Մենք նախորդ տարի շատ կարևոր փոփոխություններ որ ունեցանք, Ազգային ժողովը ընդունեց թանգարանների մասին օրենքը, մինչև այս մենք չունեինք ոլորտը կարգավորող օրենք հիմնական, եւ մենք թանգարանների ոլորտում նաեւ կառավարման լուրջ բարեփոխում ենք սկսել, ձևավորվել է մշակույթի զարգացման հիմնադրամը եւ նաեւ այս հիմնադրամը պիտի իրականացնի թանգարանների վարչատնտեսական կառավարման ու մարքեթինգային միասնական այս կենտրոնացված քաղաքականությունը հիմա իրականացման փուլի մեջ ենք։ Մենք նաև ոլորտում ներդրել ենք տոմսային միասնական համակարգ եւ այսօր ցանկացած մեր քաղաքացի կարող է մուտք գործել Museums Armenia.am կայքը եւ դա ունի նաև բջջային հավելված եւ դրա միջոցով գնել ցանկացած տոմս մեր ենթակայության թանգարանների պարագայում եւ նաև կարող է միասնական տոմս գնել մի քանի թանգարան այցելելու համար լրացուցիչ զեղչ ստանալով մոտ ապագայում կգործարկենք նաև հուշանվերների առցանց խանութը կայքում, ինչու մեզ հնարավորություն կտա, որ թանգարանների տնտեսական գործունեությունը նույնպես խթանենք, ինչին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի մեր թանգարանները նաև տնտեսական իմաստով ավելի արդյունավետ աշխատեն։ Իհարկե շատ լուրջ խնդիր ենք դրել թանգարաններում ցուցադրության որակի բարելավման, ինքներս էլ կապիտալ ներդրումների մեծ աշխատանք ենք անում, նաև խրախուսում ենք միջազգային համագործակցությունը եւ բրիտանական թանգարանի հետ համատեղ պատմության թանգարանում նախորդ տարի բացված ցուցադրությունը, որտեղ Անահիտի ուրեմն քանդակից պահպանված մասերն էլ ցուցադրվեցին, կարծում եմ լավագույն նմուշն է, այս տարի էլ մեզ բազում հետաքրքիր իրադարձություններ են սպասում, այդ թվում նաև Լուվրի հետ համագործակցությամբ ցուցադրության բացում պատմության թանգարանում, այսօր կարծում եմ շատ հագեցած տարի է լինելու եւ այդ միջազգային համագործակցությունը մեր կարևոր ուղղություններից է։ Մենք շատ մեծ թափով հուշարձանների վերականգնում ենք անում եւ պետք է ասեմ, որ բյուջեն այս իմաստով վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել է, այս տարի շուրջ 1.8 միլիարդ դրամ է հատկացված, կան հուշարձաններ, որտեղ առանձնահատուկ ուշադրությամբ մոտենում ենք, խոսքը պետականության խորհրդանիշ հանդիսացող բերդերի, ամրոցներին, պալատներին է վերաբերում եւ կարծում եմ, որ կարեւոր է, որ մեր հանրությունն էլ բացահայտի ու ճանաչի մեր մշակութային ժառանգության այս կտորը։ Ակտիվ աշխատում ենք ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում։ Ժամանակակից արվեստում մենք ես արդեն խոսացի, որ ֆինանսավորման նոր մոդել ենք ներդրել թատերահամերգային կազմակերպությունների համար, շատ մեծ շեշտադրում ենք անում հաստատությունների կողմից սեփական եկամուտների ձևավորման գործընթացին եւ ուրախ եմ, որ որոշ հաստատություններ եւ նաեւ մեր մարզային թատրոնները լուրջ առաջընթաց են գրանցել այս ուղղությամբ։ Բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր են կանում, հատկապես շեշտադրումը դնելով մարզերում մշակութային կյանքի աշխուժացման վրա, սրանն են ուղղված նաև մեր տարբեր փառատոնները, որ կազմակերպում ենք, օրինակ
հանրային հեռուստաընկերության հետ միասին ֆեստիվալ փառատոնը, նաև մենք ամենամյա փառատոնների սկիզբ ենք դրել Ջերմուկում, Արուջում, այլ մեր բնակավայրերում, որպեսզի փառատոնային մշակույթը եւ մշակութային կյանքի ապակենտրոնացումը դառնա մեր կարևորագույն քաղաքականությունը։ Իհարկե այստեղ խոսեցի նաև մեր բարեփոխումների գործընթացից, մշակութային օրենսդրության հիմունքների օրենքում կարևոր փոփոխություններ արեցինք, որոնք թույլ են տալու, որ մենք ինքնազբաղ արվեստագետներին շատ ավելի հասցեական ծրագրեր ունենանք ուղղված դեպի այս դաշտի զարգացմանը։ Ընթացիկ նախագծեր ունենք աճուրդների մասին օրենքն է, կինոյի օրենքի փոփոխությունները, հատկապես կինոյի ոլորտում համատեղ արտադրության խթանումը, ներդրումների ներգրավումը մեր առաջնահերթություններն են եւ դրանց ուղղված նոր գործիքակազմ ենք նաեւ ներդնում։ Ինչ վերաբերում է սպորտի ոլորտին, ապա պետք է նշեմ, որ սպորտում մեզ համար նախորդ տարին առաջին հերթին օլիմպիական խաղերի տարին էր, որտեղ չեմ կարող ասել, որ մեր ցանկալի արդյունքն ենք ստացել, բայց կարծում եմ, որ կարևոր էր, որ մենք ունենք տարվա արդյունքներով մեդալների շատ ավելի մեծ համամասնություն կին մարզիկների կողմից, հաշմանդամություն ունեցող մեր մարզիկներն են շատ լավ արդյունքներ գրանցել։ Մեր ամենակարևոր ուղղությունը մասսայական սպորտն է եւ մեր հանրության ֆիզիկական առողջ ակտիվությունը, վարչապետի գավաթ մրցաշարերը, որոնք մենք շատ մեծ ակտիվությամբ կազմակերպում եւ իրականացնում ենք, 3-ը դարձել են դպրոցականների եւ հատկապես հեծանվավազքի համար ավելի քան 6000 հեծանիվներ ենք գնել եւ փոխանցել մեր դպրոցներին։ Հիմա էլ վերապատրաստումներ ենք իրականացրել, որ ակտիվորեն ու լավ շահագործեն։ Այս տարի նաեւ բասկետբոլի լիգա ենք սկսում դպրոցականների, որի համայնքային փուլերը արդեն տեղի են ունենում։ Նաև կառավարման ոլորտի բարեփոխումներ ենք իրականացնում, սպորտի կառավարման կենտրոն ենք ստեղծել, շատ բան է տեղի ունենում ոլորտում եւ կարծում եմ, որ իրականում այսպես ավելի ամբողջական խոսքի համար մի ամբողջ առանձին հաղորդում է պետք սպորտի եւ մշակույթի համար, բայց մենք առաջիկայում նաև պատրաստվում ենք սպորտի ռազմավարության, մշակույթի ռազմավարության մեր հանրային հաշվետվությունները կայքում ներկայացնել եւ ես նաեւ կխրախուսեմ մեր քաղաքացիներին ծանոթանալ, հարցեր ուղղել, առաջիկայում նաեւ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի քննարկումներն են լինելու եւ սրանք հենց շատ լավ ու կարեւոր տեղն են, որ մեր քաղաքացիները, ոլորտի կազմակերպությունները կան եւ հարցեր տան, ուր են ուղղվում բյուջեի միջոցները, արդյոք դրանք են մեր առաջնահերթությունները, որ ուղղություններով է, որ իրենք առաջարկներ կտան ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնելու եւ մենք սիրով պատրաստ ենք այդ առաջարկները լսել։ Իսկ Լուվրի թանգարանի հետ նախատեսվող համագործակցությունից կարող եք փակագծեր բացել։ Կարծում եմ, որ առաջիկայում ավելի բովանդակային այս մասին կխոսենք, նաև թանգարանի տնօրինությունը։ Մենք նախատեսում ենք արդեն այդ համատեղ ցուցադրություն բավական երկար կոնցեպտը քննարկվել է, Լուվրում առանձին մի ամբողջ ստորաբաժանում է բացվելու արևելյան քրիստոնեության ուղղված եւ այժմ մենք ունենք հնարավորություն Լուվրից ցուցանմուշներ բերելով այստեղ համատեղ ցուցադրություն կազմակերպել, դա պլանավորում ենք սեպտեմբերին բացումը եւ մինչեւ այդ շատ մանրամասներ արդեն իսկ կներկայացվեն։ Շնորհակալ եմ զրույցի համար, Տիկին Անդրեասյան։ Շնորհակալ։